Հանուն Հոր և Որդու և Հոգուին Սրբո, ամեն։ Ես եմ, մի վախեցեք։ Այսօրվա ավետարանական պատգամը ներկայացնում է Հիսուս Քրիստոսի փոթորքի խաղաղեցումը։ Ընդամենը երկու դեպք կամ երկու հրաշք կան, որ բոլոր 4 ավետարանիչները ներկայացնում են։ Առաջին այդ հրաշքը դա հացի բազմացումն է, երբ որ Տերը բազմության առջև մեծ հրաշք է գործում և բազմացնելով հացը կերակրում է ավելի քան 5000-ին, դրա մասին պատմում են բոլոր ավետարանիչները։ Եվ երկրորդ հրաշքը դա փոթորքի խաղաղեցումն է։ Փոթորքի խաղաղեցումը շատ տարբեր տեսակետերից է ներկայացված ավետարանիչների մոտ։ Մարկոսը յուրահատուկ է ներկայացնում, որ Հիսուսը հենց նավաբեկության ժամանակ նավակի մեջ էր և քնած էր նավախելին և իրեն արթնացնում են ասելով, որ Տեր, հոգ չունես, որ մենք այստեղ կործանվում ենք, և Տերը խաղաղեցնում է փոթորիկը։ Ղուկասը շեշտում է առաքյալների հավատք և անհավատությունը, այսքան հավատք չունեք դուք, որ դուք ևս այդպես անեք։ Մատթեոսը շեշտում է Պետրոսի հավատքը, անկումը և բարձրացումը, Պետրոս առաքյալի այդ հավատի տատանումը։ Հովհաննես ավետարանիչը, որ տարբերվում է համատեսներից, որը շատ այլ ձև է ներկայացնում Հիսուսի պատմությունը, և ներկայացնելով այդ դրվագը նախ ասում է, որ Տերը փախչում է բազմությունից, երբ որ ուզում էին Հիսուսին թագավոր կարգել, նա իմանում է այդ մասին և հեռանում է։ Անմիջապես, որտեղ իր նպատակը չի եղել մարդկանց ինչ-որ երկրավոր իշխանություն կամ թագավորություն կարգել, այլ նպատակը եղել է Աստծո արքայությունը մարդկանց պարգևելը, և եթե այդ մարդկային մտածողությունը գործեր, բնական է, որ դա խոչընդոտ կլներ Տիրոջ ծառայությանը, և նա հեռանում է, մեկուսանում է, առաքյալներին ուղարկում է, նա ինքն է ասում հենց, որ առաքյալներին, որպես այդ առաքյալները գնան գալիական այդ լճի միջոցով, որը ծով էր կոչվում իրենց մոտ, և երբ որ գիշերով փոթորիկ է լինում, տեսնում են, թե ինչպես է հեռվում մի ուրվականի պես մի կերպար քայլում և սաստիկ վախենում են, չգիտեն, թե ինչ անել։ Ընդհանրապես հին մարդկանց համար, հրեաների համար հատկապես ծովը ամենավտանգավոր տիրույթն է եղել, կարծում եմ, որ այնտեղ ապրում են ինչ-որ չար ոգիները, տարբեր պատմություններ և տարբեր առասպելներ կային ծովի հետ կապված, և անգամ հրեաները այն ժողովուրդներին, որոնք մոտիկ էին այդ ծովային իրականության հետ, կոչում էին ծովի ժողովուրդներ, օրինակ փղշտացիներին և այլոք։ Եվ տեսնում են ինչ-որ մի ուրվական, չգիտեն, թե ինչ անել, և Տերը ասում է, որ ես եմ, մի վախեցեք։ Եվ իրանք մեծ ուրախությամբ Հիսուսին վերցնում են իրանց նավակի մեջ և խաղաղվում է միանգամից փոթորիկը, և իրանք իսկույն հասնում են տեղ։ Հետաքրքիր է, որ Հովհաննեսը տեսնելով, որ 3 ավետարանիչները արդեն գրած են եղել այդ մասին, ուզում է ևս մեկ անգամ վերհիշել այդ պատմությունը, կարծես թե ցույց տալով մեզ, թե մեր հոգևոր կյանքի պատկերը հաճախ ինչպիսին է լինում։ Եվ ընդհանրապես այս երկու հրաշքները, հացի բազմացումը, որը խորհրդանշում է Սուրբ Պատարագը, և փոթորիկը և փոթորիկի խաղացումը, կարծես թե փոխկապակցված են իրար հետ, որտեղ մինչև որ դու հասնում ես պատարագի խորհրդին, մինչև դու այդ ամենակարևոր իրադարձությանը հաղորդակից ես դառնում, շատ հաճախ քո կյանքում լինում են փոթորիկներ։ Եվ միգուցե առաքյալը հենց դա էր ուզում ցույց տալ, հասկացնելու համար, թե ինչպիսին է մեր հոգևոր ընթացքը։ Այո, մեր հոգևոր կյանքը մենք հանձնել ենք Աստծուն, մենք վստահում ենք Տիրոջը, բայց հաճախ Տերը կամենում է, որպեսզի մենք անցնենք այդ փոթորիկի միջոցով, որպեսզի մեր հավատքը իսկ զորանա, որպեսզի մենք մեր այդ փոքրիկ մակույկի մեջ տեղ գտնենք և Հիսուսին առնենք մեր մեջ և Հիսուսի հետ շարունակենք մեր հավատքի ճամփորդությունը, չմտածելով, որ մեր սեփական ուժերով մենք կարողանանք հաղթահարել այս կամ այն փորձանք և դժվարություն։ Առաքյալները բնականաբար հմուձկնորդներ են եղել և իրենք շատ լավ տիրապետում էին ծովին, շատ լավ տիրապետում էին
իրենց նավին, փոթորքին, սակայն իրանք հասկացան, որ իրանք ուժերով անզոր են հաղթարել այդ փոթորիկը, ինչու եւ Տիրոջ ներկայությունն էր անհրաժեշտ իրենց։ Եվ մենք եւս մեր ուժերով չէ, որ կարողանում ենք հաղթարել մեր կյանքի փոթորիկները։ Դա պիտի շատ լավ գիտակցենք, որ ինչքան էլ մենք մեզ ապավենենք, այդ ապավենությունը լիարժեք չէ։ Մենք կարող ենք ինքներս մեզ ապավենել միայն այն պարագայում, երբ որ Տիրոջը ունենք մեզ հետ, երբ որ իր ներկայությամբ ենք ապրում եւ իր խոսքի կատարողներն ենք լինում։ Միայն այն պարագայում է, որ այդ ապավենությունը արդարացված է։ Երբ որ Տիրոջը չունենք եւ միայն մենք մեր կարողությանը, մեր ուժերին, մեր խելքին ենք ապավենում, նավաբեկության ենք ենթարկում հավատքի մեջ, ինչպես ասում է Պողոս առաքյալը։ Եվ երկրորդը, ինչ որ անհրաժեշտ է մնալ այդ պատմությունից, որ հաճախ Տերը կամենում է, որպեսզի մենք այդ փորձությանը մասնակից լինենք։ Չէ որ նա է ուղարկել առաքյալներին, իմանալով, որ կլինի այդ գիշեր ծովում փոթորիկ, միգուցե եւ ինքն էր հեղինակը այդ փոթորիկը, ինքը կամեցա, որտեվ առաքյալները ճանաչում են ծովի անցուդարձը եւ գիտեին, որ այդ գիշեր փոթորիկ չի լինելու։ Ընդհանրապես գիշերով լիճը միշտ խաղաղ է լինում։ Տերը հեղինակեց այդ փոթորիկը եւ ինքը հայտնվեց եւ դադարեցրեց այդ։ Միշտ չէ, որ մեր կյանքը հարթ է։ Միշտ չէ, որ մեր կյանքը մեր կամեցած ծրագրով եւ նախագծով է ընթանում։ Միշտ չէ, որ մենք նաեւ հասկանում ենք, թե ինչու է լինում այդ փոթորկահույս ալիքները մեր կյանքի ծովում։ Դա լինում է, դա լինելու է այնքան ժամանակ, ինչքանով մենք աճում ենք մեր հավատքի մեջ եւ մեր հավատքի ճամփորդության մեջ ենք։ Տերը կամենում է, որպեսզի մենք հաստատվենք մեր հավատքի մեջ։ Տերը կամենում է, որպեսզի մենք աճենք մեր հավատքի մեջ։ Ինչպես երբ որ արծվի բունը մայր արծիվը շուռ է տալիս, որպեսզի թռչունները վերջապես սկսեն ինքնուրույն թռչել։ Այդպես է սովորեցնում իրենց։ Այդպես եւ մեր կյանքում վերինում եւ մենք պիտի պատրաստ լինենք, որ կարող Աստված մի օր էլ մեր այդ փոքրիկ բունը, որ մենք կառուցել ենք մեր այդ կոմֆորտ զոնան շուռ տա, որպեսզի մենք սովորենք վերջապես հոգեվոր թռիչք է, որ վերջապես մեր հավատքի լուրջ քայլեր անենք, ինչպես արել են առաքյալները եւ դրանից հետո միայն դարձել են առաքյալ, ինչու անցել են մեր բոլոր սրբերը եւ դրանից հետո է, որ սրբագործվել են եւ դարձել են սուրբ։ Եվ մենք եւս հաճախ պիտի մեր ուժերի չափով այդ մարտահրավերը անցնենք եւ միակ լուծումը եւ միայն դրական լուծումը, որ մենք կարող ենք այդ իրավիճակում ունենալ, դա Տիրոջը կանչելն է։ Նախ ճանաչել իրեն այդ փոթորիկի մեջ, չկարծել, որ դա ինչ-որ պատրանք է, ուրվական է, նախ եւ առաջ ճանաչել Հիսուսին եւ իրեն հրավիրել մեր մակույկը, մեր նավակը եւ իր հետ շարունակել մեր հավատքի ճամփորդությունը եւ թող Տերը արժանացնի մեզ այդ հավատքի, թող ամեն անգամ, երբ որ մենք կյանքում կա ինչ-որ փոթորիկ, դժվարություն եւ փորձություն, մենք գտնենք մեր մեջ իմաստություն, հավատքի ուժ, հաստատակամություն եւ հավատարմություն եւ վստահություն Տիրոջը, որպեսզի այդ փուլը անցնենք եւ զորանանք մեր հավատքով եւ հասնենք մեր նպատակակետին, մեր հոգեվոր ճամփորդության մեջ Տիրոջ հետ եւ իր զորությամբ, այլ ոչ թե մեր ուժերով։ Եվ թող Տիրոջ օրհնությունը առատապես հեղվի յուրաքանչյուրիդ վրա, թող Տերը ամրացնի սրտերը բոլոր նրանց, ովքեր արդեն իսկ այդ փոթորիկի եւ այդ փորձության մեջ են եւ այսօր փնտրում են ելք իրենց դժվար իրավիճակից, թող մեր այսօրվա աղոթքը նաեւ իրենց համար լինի, ովքեր անցնում այդ փոթորկի փորձությունը եւ թող ամրացնեն բոլոր ձեր սրտերը, որպեսզի հաստատ լինեք հավատքի մեջ եւ բոլոր պարագաներում կարողանաք գտնել Տիրոջ եւ իր հետ հաղթահարել ամեն բան։ Թող Տիրոջ սերը, շնորհը, առաջնորդությունը լինի բոլորիդ հետ այսօր եւ հավիտյանս։ Ամեն։